այս լուսանկարը կառանձնացնեմ։ Մեկ առ մեկ ձեռքն առնելով լուսանկարները Նայինեն գորովանքով խոսում է ՂԱՊ բրիգադի սպա ամուսնու հետ համատեղ ապրած տարիների հին ու բարի հիշողությունների մասին։ Նրա մեջ անսահման նվիրվածություն եմ տեսնում, նա գիտի, որ ներկայացնում է երկիրը, նա ներկայացնում է մեր զինծառայողներին։ Ասում է, հանդիպման առաջին իսկ օրվանից իրեն գրավել է նրա ազնիվ, նվիրված ու նպատակասլաց մարդկային տեսակը։ Արդեն մոտ 2 տասնամյակ համատեղ ընթացքի ժամանակ ես համոզվել եմ, որ ճիշտ էին առաջին տպավորությունները։ Շարունակելով խոսքը, Նայինեն նկատում է, բնավ հեշտ չէ զինվորականի, այն էլ ամիսներ շարունակ տանից բացակայող խաղապահ կին լինելը։ Աշխարհի թեժ գոտիներում թվով 6-րդ խաղաղարար առաքելությունն իրականացնող կապիտան Նավասարդյանը այս օրերին Կոսովոյի Հանրապետությունում է։ Ողջույն ձեզ։ Ողջույն, պարոն կապիտան։ Հայկական զորախմբի հրամանատարը, ում հետ կապվեցինք տեսազանգի միջոցով, խոստովանում է, առանձնակի պատասխանատվությամբ է մոտենում խաղաղապահ առաքելություններին, գիտակցում է, բարեխիղճ ծառայությամբ ներկայացնում է ոչ միայն իրեն, այլև Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ու հայ զինվորականին։ Մենք բոլորս շարժվում ենք հենց այդ գաղափարները, հենց այդ գաղափարներն են օրը 24 ժամ ղեկավարում մեզ եւ մեր գործողությունները Հայաստանի սահմաններից դուրս, արժանի լինենք մեր թևկանշանին եւ կարողանանք լինենք Հայաստանի Հանրապետության դեսպանները ամենտեղ որտեղ որ մենք լինում ենք խաղապահ առաքելություններ կատարումից։ Որպես խոսքերի ավաստիկ կապիտան Նավասարդյանը հավելում է, տարիների ընթացքում ձեռք բերված արհեստավարության եւ մասնագիտական ունակությունների արդյունքում հենց հայկական զորախմբին է վերապահված Կոսովոյի օդանավակայանի անվտանգության ապահովումը։ Եթե դու տեսնում ես երեխաներին խաղաղ տեղափոխվում են, ոչ մի խնդիր չունեն, ոչ մի վտանգ չկա, դա նշանակում է քո արած աշխատանքը զուր չի, այո, եւ դու դրանից ավելի քեզ լավ ես զգում, ավելի ոգևորվում ես։ Քաջ գիտակցում ենք, որ եթե անգամ նա ամանորի գիշերը մեզ հետ չի լինելու, սակայն ինչ որ մի տեղ աշխարհի մի ուրիշ կողմում ապահովելու է մի որևէ ընտանիքի, մի որևէ բալիկի խաղաղությունը եւ իր ներդրումն է ունենալու խաղաղության պահպանման գործում, ու դա մեզ առավել ուժ է տալիս, ամենօրյա դժվարություններին զուգընթաց, նաեւ ավելացնում է մեր հպարտության զգացողությունը։ Ինչ վերաբերում է ամանորյա շնորհավորանքներին, ապա հայ զինվորականի ընտանիքում դրանք սկսվում եւ ավարտվում են խաղաղության մաղթանքով եւ այն պահպանելու հավատամքով։ Ամանորի գիշերը մենք գտնվելու ենք ծառայության վայրում, քաջ գիտակցելով, որ դեռ կա դրա կարիքը, որպեսզի հայ խաղապահն կանգնի այնտեղ, որտեղ ինքը կանգնած է, եւ սփռի խաղաղություն Հայաստանի սահմաններից դուրս։ Թող բոլորին ընտանիքներում տիրի խաղաղություն, թող Հայաստանի Հանրապետությունում տիրի խաղաղություն։ Ներսես Սիվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։